Քրիստինա ջան, ուզում եմ միանգամից երկու հարց տալ։ Կա տարածված կարծիք, որ ամերիկյան հաշվապահությունը դա ավելի հեշտ է, քան հայկական հաշվապահությունը, հա։ Եվ ուզում եմ հասկանալ, քեզ ինչն է դուր գալիս ամերիկյան հաշվապահության մեջ։ Okay, շատ ճիշտ նշեցիր, այո, շատ տարածված կարծիք է, որ հայկականը ավելի բարդ է, քան ամերիկյանը, կամ շատ դեպքերում որոշ մարդիկ նույնիսկ ասում են ամերիկյան ավելի պրիմիտիվ է, քան հայկականը, չկա նման ճշմարտություն, բացարձակ ճշմարտությանը չի համապատասխանում։ Պարզապես հայկական հաշվապահության մեջ փոքր ու միջին բիզնեսում, հատուկ եմ շեշտում սա, փոքր եւ միջին բիզնեսում մի հաշվապահը անում է բիզնեսի ամբողջ հաշվապահական սայքլը, կադրավիկի գործից սկսած մինչեւ հարկային աչոթներ ներկայացնել, պեկի հետ կռիվներ, նույնիսկ հաշվապահները ստիպված են լինում ինչ-որ չափով իրավաբան աշխատել, որը որ այդպես չի ամերիկյան հաշվապահության մեջ, այսինքն bookkeeper-ը առանձին իր գործն անում, accountant-ը իր գործն անում, CPA մասնագետը իր գործն անում, այսինքն հաշվապահության ամբողջ սայքլը բաժանված է 2-3 մասնագետների միջև, այսինքն հեշտություն ասվածը դա նրանից է գալիս, որ մի մասնագետը չի անում բոլոր հարթերը, մասերը հաշվապահության։ Ամեն մեկը իր մասն է, դրա հաշվին ինքը ավելի հեշտանում է, բայց չի պրիմիտիվ անում։ Եվ պարզապես հայկական հաշվապահության մեջ փոքր ու միջին բիզնեսի հաշվապահը կրկնում եմ միտքս, անում է ամբողջ սայքլը։ Դրա համար ինքը ավելի ներվնի է, ավելի ծանրաբեռնված է, ամեն անգամ այդ պեկի հետ կապված հարցերը քննարկել, գործատուին ներկայացնել, մի խոսքով դրա համար ավելի բարդ է։ Դրա համար ավելի բարդ է, որտեղ մի մասնագետ է ամբողջ մասն անում, ամբողջ պատասխանատվությունն էլ իր վրա է ընկնում։ Ի տարբերություն ամերիկյան։ Զուտ դրա մեջ է եւ բացի դա էլ սուբյեկտիվ մաս է, այդ հեշտ ասվածը, դժվար ասվածը։ Մեկի համար դա կարող է դիտարկվել հեշտ, մեկի համար դժվար։ Դա սուբյեկտիվ ընկալում է։ Պարզապես օբյեկտիվորեն պետք է ներկայացնել մասնագիտության մեջ, ամերիկյան մասնագիտության մեջ, ամերիկյան հաշվապահության վարման մեջ հստակ bookkeeper, accountant, CPA։ Իրանք առանձին բլոկներ են անում։ Իսկ երկրորդ հարցը թե ինչն է քեզ դուր գալիս։ Հենց այդ դերաբաշխվածություն, ճիշտ դերաբաշխվածություն է, որովհետև երբ որ դու հստակ task ես տալիս մասնագետին, ինքը գիտի սա է անում։ Եվ իր ամբողջ ուշադրությունը եւ օգտակար գործողության գործակիցը ամբողջությամբ օգտագործում է այդ մի task-ը անելու համար, այլ ոչ թե ամեն ինչից մի քիչ, այս մեկը կիսատ մնաց, այն մեկը պետք է անի, այս մի հարցը մնաց, այն մի հարցը մնաց, ավելի կանոնավորված, ավելի կանոնակարգված է եւ իմիջիալոց մենակ ինձ չէ։ Մեր դասընթացները ավարտած բոլոր ուսանողները, առանց չափազանցնելու բոլոր ուսանողները այս նույն բանն է իրանց դուր գալիս, որ հստակ է bookkeeper-ի, accountant-ի, CPA մասնագետի դերաբաշխվածությունը, ամեն մեկ իր գործն անում, բոլորը ուրախ են եւ երջանիկ։ Հասկացա։